Ուլտրաձայնային հետազոտությունը և շատ անբարեխիղճ մասնագետներ նաև շատերին կարող են գցել թյուրիմացության մեջ և պացիենտներին և որոշ դեպքերում բժիշկներին և հասցնել նրան, որ այդ պացիենտին այնպիսի վնասներ հասցնեն իրենց սխալ մեկնաբանությամբ և սխալ դիտարկմամբ և կենդանական վախ առաջացնելով պացիենտի մեջ կարող են հասցնել անդառնալի գործողությունների։ Օրինակ, վահանաձև գեղձի դեպքում կրակալումները կարող են վերագրել քաղցկեղի կամ ծանր հանգույցների, այսինքն որոշակի հիվանդությունների և ուղարկեն բիոպսիայի, այսինքն հյուսվածքից վերցնեն, տանեն ստուգման։ Նախ նշեմ, որ ցանկացած հիվանդություն բիոպսիայից հետո կարող է դառնալ կամ անբուժելի, կամ դժվար բուժվող, որովհետև երբ որ հյուսվածք են վերցնում այդ հիվանդ օրգանից, ցանկացած հիվանդություն ավելի ագրեսիվ և ավելի է արագանում։ Եվ շատերի մոտ սխալ այդ բիոպսիաներից հետո կարող է առաջանալ նույն քաղցկեղը։ Եվ ամեն հանգույցի դեպքում չէ, որ մասնագետը պետք է ուղարկի, օրինակ կրակալումները դա հեշտ բուժվող խնդիրներ են, դա կալցիումի ուրացման անկումն է և որոշ դեպքերում կարող է նաև խրոնիկ բորբոքումներից է լինել։ Վահանաձև գեղձի հետ կապված, երբ որ վախեցնում եմ պացիենտներին, նույնիսկ ես ասում եմ ամենաբարդ այսօր թվացող կարցինոմաները, որ վերագրվում է այսօր չարորակ քաղցկեղին, վահանաձև գեղձի հետ կապված մեծ մասամբ բժշկվում է, եթե պացիենտին չեն տանջել սխալ բուժումներով և թունավորմամբ, այսինքն յոդի թունավորմամբ չեն տանջել, բիոպսիաներով չեն տանջել և այդպես շարունակ։ Եվ այստեղ կարևոր նաև մի բան կա, որ կան մասնագետներ, որոնք ուլտրաձայնային հետազոտություն անում են լուռ, այսինքն մեկնաբանություններ չեն անում, գրում են ամեն ինչը թղթին և տալիս են, և դա իրավունք ունի ճիշտ հասկանալ, այսինքն թե ինչ է կատարվում, բուժող բժիշկը կարող է հասկանալ տվյալ պացիենտի մոտ։ Բայց կան անբարեխիղճ մասնագետներ, որոնք այն ինչը իրենց բնույթի գործառույթի մեջ, այսինքն ստուգեց, թղթի վրա նշեց և նկարով տվեց, դրանից բացի կարող է կողքից մեկնաբանություններ անել, պանիկայի մեջ գցել պացիենտին, կենդանական վախ առաջացնել և որոշակի խորհուրդներ տալ, դա ոչ միայն մինիմում, այսինքն անբարեխիղճ մոտեցում է և մաքսիմումը, որ նա իր գործառույթի մեջ չէ, որովհետև բուժող բժիշկը, երբ որ բուժումից առաջ է ստուգում տալիս և բուժումից հետո, միայն նա կարող է հասկանալ, թե ինչ է կատարվում տվյալ հյուսվածքներում։ Բուժման ժամանակ կարող է արյան ներհոսքը շատանալ, այդ նշանակում է վերականգնվում է, այլ ոչ թե հիվանդը, բայց կարող է մասնագետը ասել, ձեր մոտ արյան ներհոսք կա, ուրեմն հիպերեմիա կա, ուրեմն բորբոքում կա։ Նույնը վերաբերում է կիստաներին։ Կիստաները բուժվելուց, եթե սկզբից կրակալում է եղել, այսինքն հանգույց, հետո վերածվում է դոնդողանման նյութի, դա կարող է նմանվել կիստայի և ասեն, թե ձեր կամ կիստան է մեծացել ավել, կամ հանգույցն է մեծացել, այնինչ չեն նայում, չեն դիտարկում, որ էխոգենությունն է փոխվել, այսինքն երբ որ լուծվում է, կրակալումները, հեմանգիոմաները, դոնդողանման է դառնում, այդ ժամանակ ինքը ավելի կարող է ընդարձակվել 1 մմ-ով, կես մմ-ով, շատ չէ, ու նոր ներծծվել, քանի որ ինքը փոխում է իր ստրուկտուրան։ Եվ միայն բուժող բժիշկը կարող է տեսնել դա, քանի որ ինքը գիտի ինչպես է աշխատում այդ պացիենտի հետ և ինչ պրոցեսներ կարող են տեղի ունենալ։ Լյարդի հեմանգիոմանների հետ կապված նույնպես
տեսնում են, որ առաջ հեմանգիոման անանցանելի էր, այսինքն էխոգենությունը ցույց էր տալիս, որ խիտ է, այսինքն դա կարող է լինել եւ կերակալման տեսքով հեմանգիոման կամ արյան զեղում լիներ, բայց կոշտացած եւ այդպես շարունակ, որտեղ հեմանգիոմանները դա ուլտրաձայնային հետազոտությունը դա մոտավորապես ներկայացնում է հյուսվածքների կառուցվածքը, նա չի կարող հասկանալ դա ինչ է հաստատ, մոտավորապես եւ հեմանգիոման լուծվելուց թափանցիկ է դառնում, բայց չափը կարող է մի որոշ շրջան մնալ, դա չի նշանակում, որ հեմանգիոման նույն ձև է մնացել, բայց երբ որ նայում ենք, կեսը արդեն լուծվել է, մնացել է մի քիչ, այսինքն այդ մի քիչը ցույց է տալիս, որ դեռ հեմանգիոմայի հետ կապված խնդիր կա, բայց արդեն կիսով չափ լուծվել է, որոշ ժամանակ հետո կարող է լրիվ անհետանալ, այսինքն մեկնաբանությունները շատ ժամանակ սխալ են լինում եւ սխալ մեկնաբանությունները հասցնում են շատերին անդառնալի գործողություններին հասցնում, այսինքն սխալ բուժումների եւ պանիկայի մեջ են գցում պացիենտներին, այնինչ որ պետք է դա միայն բուժող բժիշկը եւ պացիենտներն էլ իրենց մեղքը ունեն այդ առումով, որ ամեն մեկին են լսում, քանի որ եթե բուժող բժիշկին է դիմել, սկզբից պետք է բուժող բժիշկից հարցնի, ինչ պրոցես է գնում, ուր ենք հասել, եւ եթե վտանգ կա, բուժող բժիշկը պետք է ասի, եթե չկա, նույնպես բուժող բժիշկը պետք է ասի։ Սա ինչ վերաբերում է ուլտրաձայնային հետազոտողներին եւ մասնագետներին, նաեւ նշեմ, որ շատ ժամանակ փորձը ցույց է տվել, որ երիկամները լուրջ հիվանդությունով կամ կանացի լուրջ հիվանդություններով մարդը դիմում է ուլտրաձայնային հետազոտության, բայց քանի որ չգիտի, որ խնդիր ունի երիկամների հետ, այլ ուղարկել է բուժող բժիշկը մեկ այլ բժիշկ կամ այսինքն ուղղորդել է, ուղարկել է, որ լյարդը ստուգեն, այդ հետազոտողը միայն լյարդն է նայում եւ մնացած օրգանները գրում է նորմայի մեջ է, բայց պացիենտը գալիս է, երբ որ ստուգում, այսինքն բուժող բժիշկը ստուգում է, տեսնում է, որ մնացած օրգաններն էլ ճիշտ չեն եւ աշխատում եւ հիվանդություններ կա, երբ որ նորից ուղարկում են մեկ այլ տեղ, բայց ասում են արդեն այս օրգանները պետք է, ստուգում են, տեսնում են, որ խնդիրներ կա, այսինքն շատ մասնագետներ, երբ որ ասում են, թե այս օրգանն է պետք, կենտրոնանում են այդ օրգանը, մնացածը կարող են չնայել եւ շատ է դες դեպքեր, շատ բերում են տարբեր մասնագետներ, տարբեր եւ այդ դեպքերը շատ են եւ ուլտրաձայնայինը նաեւ պացիենտների շրջանում, երբ որ պացիենտը ասում է, ես ուլտրաձայնային հետազոտություն եմ արել, ես առողջ եմ, մինիմում այդ պացիենտը պարզապես սխալվում է, որովհետև ուլտրաձայնային հետազոտությունը չի ցույց տալիս հիվանդության նախնական ստադիան, մեծ մասամբ, ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տալիս օրգանական փոփոխությունները, այսինքն հիվանդության հետևանքները, իսկ հիվանդության հետևանքը որպեսզի առաջանա, օրգանական փոփոխությունները ժամանակ է պահանջում, եւ սովորաբար, երբ որ օրգանական փոփոխություններ կա, դա նշանակում է, որ արդեն հիվանդությունը անցել է ավելի բարձր ստադիայի, եւ ուլտրաձայնային հետազոտությունը որպես առաջնային հիմք ոչ մի աշխարհում ոչ մի փորձառու լավ մասնագետ բժիշկ դա չի դիտարկի որպես առաջնային ինֆորմացիայի աղբյուր, դա շատ ժամանակ նաեւ շեղում եւ մոլորացնում է, եթե բժիշկը պացիենտին չգիտի, չի ճանաչում, իր հիվանդությունը չի ճանաչում, կարող է նաեւ շեղել, նույնը վերաբերում է այդ նույն ուլտրաձայնային հետազոտության եւ որովայնի խոռոչի օրգաններին եւ փոքր կոնքի օրգաններին եւ վահանաձև գեղձին, կան ուլտրաձայնային հետազոտողներ, շատ լավ մասնագետներ արդեն մեծահասակ տարիքի, որ կարող են արյան շրջանառության միջոցով հասկանալ որոշակի խնդիրներ, օրինակ արյան անոթների հետ կապված, բայց այդ մասնագետները շատ քիչ են, այսօր համատարած, ստանդարտացված չափերն են նայում, էխոգենությունը մոտավորապես համապատասխանում է, ասում են նորմալ է, բայց չափից բացի գոյություն ունի բորբոքում, գոյություն ունի արյան շրջանառության խախտում, գոյություն ունի հիպերեմիա եւ հակառակը,
արյան կան գոյություն է եւ այդպես շարունակ գոյություն ունի խրոնիկ ինֆեկցիաներ, որը ուլտրաձայնայինը չի կարող տեսնել, բակտերիալ ինֆեկցիաներ, վիրուսային ինֆեկցիաներ։ Եվ ուլտրաձայնայինը դա եւ որպես երկրորդ հայկական աղբյուր է, որպեսզի բուժող բժշկին դա օգնի որոշակի հարցերի դեպքում, եթե հարցեր են առաջանում։ Որոշ դեպքերում կարող է լեռաքարային հիվանդությունին օգնի, միայն այն դեպքում, որ բուժման ժամանակ նայվի քարեր մնացել են թե չէ, որովհետև քարերը քիչ-քիչ լուծում են, դուրս են գալիս։ Նույնը երիկամներին, այսինքն կան միկրոլիտներ թե չէ, դուրս են եկել, այլևս չկան թե կան, եւ այդպես շարունակ, այսինքն ընդհանուր առմամբ ուլտրաձայնային հետազոտություն դա երկրորդային որպես ինֆորմացիա եւ նաեւ պետք է իրականում բուժող բժիշկը երբ որ կարդում է եւ նայում է նկարները տված, որովհետեւ պարտադիր են նկարները, եթե ուլտրաձայնային արել են նկար չեն տվել, դա արդեն կասկածելի է։ Դա մեկ պետք է հիմք ունենա, այսինքն երբ որ հետազոտողը մեկ գրում է եզրակացություն է կայացնում կամ ներկայացնում է չափերը եւ այլն, պետք է նկարով լինի կոորդինատները եւ էխոգենությամբ ցույց տա բոլոր օրգանները, ինչը որ ստուգել է։ Նկարները պետք է պարտադիր լինեն կոորդինատներով եւ նաեւ լուսավորության այնտեղ չափերով, այսինքն ինչ լուսավորությունով արել, ինչ տեխնիկայով արել։ Միայն դա կարող է լինել որպես ավելի վստահելի ինֆորմացիայի աղբյուր, բայց նույնիսկ դա չի կարելի վերցնել որպես առաջնային հիմք համարել։ Եվ ուլտրաձայնային հետազոտությունը նաև բուժող բժիշկը երբ որ կարդում է ներկայացնող մասնագետի գրածը, այդտեղ է կարող է կարդալուց հասկանալ դա ուղղակի ինչ-որ շաբլոն ձևով գրել է, թե իսկապես փորձել է պացիենտին օգնել եւ խնդիր է գտնել։ Եվ նաև նշեմ, որ այդ դեպքում էլ ներքին օրգանների հետ կապված մասնագետները, եթե լավ մասնագետ է, մարդասեր մասնագետ է, երբեք կենթանական վախ չի առաջացնի եւ երբեք պանիկայի մեջ չի գցի պացիենտին եւ իր սեփական մեկնաբանությունը չի տա, եթե այդ պացիենտը բուժվում է եւ բուժում է ստանում։ Դեպքեր են եղել, երբ որ հետազոտողը, այսինքն անցած հետազոտությունը արվել է մեկ այլ կլինիկայում, ուլտրաձայնային եւ կես տարի կամ 5 ամիս հետո մեկ այլ կլինիկայում մեկ ուրիշն է արել, ասել է որ ձեր վիճակը վատ է, բայց երբ որ համեմատվել է հին ու նորը ցույց է տվել, որ ավելի լավ է, այսինքն եւ նույն եղել է նույնիսկ նույն, չեմ ուզում նշեմ, հայտնի պետական հաստատությունում, որ նույն հիմնարկում մեկ տարվա տարբերությամբ արվում են հետազոտություններ, բայց դրա արանքում 7 անգամ ոչ պետական կլինիկայում արվում է, ոչ պետականում քիչ-քիչ դեպի լավն է գնում, կրճատվում են օրգանական փոփոխությունները, բայց պետականում անում են, իբր թե անում են վերջինը, ու ասում են, թե առաջինի նման է, այսինքն ոչ էլ արել են, այլ առաջինը որպես հիմք են վերցրել եւ չեն էլ հավատացել, որ այդ պացիենտը կարող է բուժվել, այսինքն բժիշկը չի հավատում, որ ինքը կարող է օգնել կամ չի հավատում, որ պացիենտը կարող է բժշկվել։ Եղել են այդպես խնդիրներ եւ ցույց է փորձ տալիս, որ ուլտրաձայնայինը դա եւ կարող է որոշ դեպքերում օգնել, բայց եւ կարող է թյուրիմացության մեջ գցել եւ պացիենտների շրջանում եւ բուժող բժիշկների։ Սա որպես ինֆորմացիա կօգնի, որպեսզի պացիենտները ավելի ծանրակշիռ մոտենան այդ հարցին եւ ավելի խելացի լինեն իրենց այդ հետազոտությունների հետ կապված հարցերում։ Առողջ եղեք։